Բարև ձեզ, եկեք վերլուծենք կրիպտո շուկան, կոնկրետ Bitcoin, Ethereum, Solana, Link, Hbar եւ Trump։ Ինչ կարծիք եք։ Եվ այսպես եկեք սկսենք Bitcoin-ից ու տեսնենք թե ինչ պատկեր է այս պահին ու ինչ կարող ենք ակնկալել։ Տեսեք, առաջի բանը, որ շաբաթականով տեսնում ենք, այն է, որ այս շաբաթ ցենց կարմիր մոմ ունենք, օրականը կարմիր մոմ ունենք ու այստեղ այսպես մի հատ տրենդ ունենք, որը որ հուշում է, որ ներքև է իջնելու։ Այստեղ նույնպես ունենք պատկեր 4 ժամանոցով, որ շուկան ինքը իջնելու է ու իջնելու է այսպես, հա, ինքը բարձրացավ, այստեղ իջավ, բարձրացավ, իջավ, հա, հիմա այս ոտքի վրա ենք, որտեղ որ մեզ ավելի շատ հուշում է, որ իջնելու է ներքև։ Ինչքան ներքև է իջնելու, արդեն օրականով պետք է դիտարկենք, տեսնենք ի վերջո միջև որտեղ կարա հասնի։ Թրամփի, այսպես ասած, հարամած պատկերը միջև 102,000 է ցույց տալիս։ Իրականում մենք կարող ենք այստեղ այսպես դիտարկել, որ միջև 103,400 դոլարի սահմաններում նախ իջնի, որից հետո արդեն եթե շարունակի իջնել, պետքա մենք դիտարկենք ավելի ներքևի զոնաները, որոնք են այսպես նկարենք 96,000-ից 93,000 դոլարի սահմաններում։ Արդյոք այդպես կարա լինի, չեմ կարող ասել, բայց մենք պետքա պարտադիր դիտարկենք, որ եթե նմանատիպ բան լինի, մենք հանգիստ կարող ենք տեսնել այդ թիվը, բայց միևնույն ժամանակ կարող ենք նաև դիտարկել հետևյալը, որ անկախ ամեն ինչից, եթե այս զոնան, որովհետև Թրամփը որոշի, որ էլի մանիպուլյացիա է անում, այն պահին, երբ որ Bitcoin-ը բարձրանա, մարմինով փակի 116,000-ից բարձր, ապա ես կհամարեմ, որ արդեն շարունակելու ենք դեպի վերև բարձրանալ ու քանի որ որոշակի լուրջ դեմքեր կրիպտո շուկայում ասում են, որ մինչև տարվա վերջ մենք կարող ենք տեսնել 150,000 դոլարը մեկ բիտքոյնի արժեքը, ապա ես չեմ բացառում այն տրամաբանությունը, որ այս ամենը, այս մանիպուլյացիան, որ տեղի ունեցել, ինքը պարզապես դեր էր, որպեսզի շուկան մաքրեին ու ի վերջո բարձրանային։ Թե ոնց կլինի, պետքա մենք ուշադիր հետևենք ու հասկանանք, թե շուկան ինչա մեզ ասում, բայց այս պայդրությամբ ավելի շատ ես դիտարկում եմ Bitcoin-ը իջնող։ Եկեք Ethereum-ը դիտարկենք։ Ethereum-ը առաջինը, որ նայում ենք, այն է, որ շաբաթական կտրվածքով ինչ պատկեր ունենք։ Ethereum-ը դեռևս այնքան տխուր պատկեր չունենք, ինչքան որ Bitcoin-ն է, որովհետև Ethereum-ով բարձրացել է գինը ու միջև այստեղ 2130 դոլար Ethereum-ը ինքը հանգիստ կարա պտտվի, շաբաթական մակարդակի մասն է խոսքը գնում, լավ, կարա ավելի վերև միանշանակ բարձրանա, այո, եկեք օրականով դիտարկենք, օրականով տեսնենք ինչա ուրեմն տեղի ունենում։ Օրականով մենք այստեղ ունենք մի հատ սիրուն order block, որը որ ցավոք սրտի այստեղ ջարդել է, բայց գլոբալ ունենք այստեղ մեծ դիմանդ զոնա, որը որ ոչ մի ձևով չի ջարդել, եկել է 1, 2, 3 անգամ կպել է ու այստեղ ինչ որ թուլություն եմ զգում, որովհետև ի վերջո գալիս է, մտնում է ու 4-րդը հիմնականում ջարդելու ժամանակն է, կջարդի թե չէ, ինձ թվում է կջարդի ու երբ որ արդեն իսկ նայում ենք ավելի փոքր գրաֆիկական պատկերը, կարող ենք տեսնել, որ այս զոնայից 3950 դոլար, 3896 դոլարի սահմաններից ինքը հնարավորություն ունի, որ այսպես բարձրանա, որից հետո սկսի իջնել։ Ես այսպես եմ տեսնում, կարա ինքը բարձրանա, միանշանակ կարա բարձրանա, բայց եթե բարձրանա, ապա առնվազն այստեղ ինքը 3950 դոլարից բարձր պետքա ուրեմն իրեն դրսևորի, որպեսզի մենք կարողանանք իրեն դիտարկենք նույնպես չոչ ու
արդեն change of character-ա չոչը կոչվում ու արդեն շարունակի վերև բարձրանալ։ Solana-ով եկեք տեսնենք ինչ ունենք։ Շաբաթական գրաֆիկան դեռևս մեզ ցույց է տալիս, որ ինքը բարձրացող է market structure-ի հիման վրա, տեսնում ենք վերև, ներքև, վերև, ներքև, որից հետո վերև ա եղել, հիմա ներքև ա իջել, ինքը զոնայի մեջ է, որ ինքը կարա բարձրանա, դրա համար ավելի շատ ես իրեն դիտարկում եմ բարձրացող, քան իջնող։ Սա շաբաթական գրաֆիկան է, այստեղ օրական գրաֆիկայով կարող ենք տեսնել, որ այստեղ զոնա ունենք, որը որ եկել ջարդել է, մաքրել է, բայց միևնույն ժամանակ ինքը լավ ձիգ իրեն պահում, տեսնում եք մարմիններով, միշտ վերև է փակում ու նույնիսկ այստեղ օրականով, որ այս հատվածը դիտարկում ենք, order block ունենք ու այս order block-ը չի բացառում, որ կարող է եւ ուղղորդի դեպի վերև Solana-ն։ Հենց որ Solana-ն ինքը բավականին լուրջ ու ձիգ coin-ը, Bitcoin-ը իջնում է, բայց այդ աստիճանի չի արձագանքում Solana-ն, որը որ շատ լավ է։ Հետո ունենք Link USDT-ին եկեք դիտարկենք։ Link-ը ամսական կտրվածքով մեզ ոչինչ չի ասում։ Շաբաթական կտրվածքով էլ դեռևս ինքը այս հատվածում, այս զոնայում 20-ից 16 զոնայում ինքը ոնց որ պայքարում է։ Շաբաթական եթե սենց փակվի, հավանաբար մենք կտեսնենք շարունակություն դեպի ներքև ու եթե շարունակություն տեսնենք դեպի ներքև, կարծում եմ, որ արդեն կարող է $14-ից $11 սահմաններում արդեն trade անի, այսինքն կիջնի ներքև, բայց նույն հաջողությամբ կարա եւ Link-ը այս տրենդը ջարդի վերև ու շարունակի վերև բարձրանալ։ Հենց որ պետքա սա հաշվի առնենք, որ պոտենցիալ կա, որ բարձրանա, ընդհանուր շուկայի մասն է խոսքը գնում։ Link-ն էլ նենց չի, որ շատ վատ է, որովհետև եթե շատ վատ լիներ, ապա առնվազն այս մակարդակով ինքը պետքա մարմինով փակած լիներ ներքև, որը որ չփակեց։ Բարձրացավ, մարմինով վերևը փակեց այս կտորից, հուշելով մեզ, որ օքեյ, դեռ հույս կա։ Ընտիր։ Հիմա եկեք հբարի վերաբերյալ խոսենք։ Հբարը շատ մեծ պոտենցիալ ունի, որովհետև մի քանի օր առաջ Nasdaq-ում ուրեմն գրանցվել է ETF, որտեղ որ ինստիտուցիոնալ փող ռեալ կարողանա մտնի հբար, հետերա հաշգրաֆ, չգիտեմ ոնց են արտասանում, բայց դա կապ չունի, իր տոկենոմիկան, իր ուժ գնությունը եւ այլն, որ ընդհանուր կա, շատ հզոր է, այս մոմը, որ տեսնում եք, sense մի անգամից բարձրացել է, այն պարզ պատճառով է բարձրացել, որովհետեւ ինքը արդեն սկսել է, արդեն trade արվել, մեծ ինստիտուցիոնալ փողեր է գալիս։ Այն պահին, երբ որ բարձրացավ, այս զոնան իրեն մղեց ներքև, որովհետեւ շատ գերհզոր զոնա էր, Թրամփի, sense ասած, հարամած ոնց որ զոնան էր մտել, որտեղ որ իջել է ու տեսնում եք, որ բավականին ձիգ է իրեն պահում ու իմ կարծիքով հբարը մեծ պոտենցիալ ունի, թե միջև ուր կարա հասնի, սովորաբար խոսում են $1-2 մոտակա ամիսների պլյուս մինուս, հետևաբար եթե նույնիսկ $1 էլ հասնի, ասենք alt season-ի վերաբերյալ, առնվազն 5x դուք կարող եք spot-ով դիտարկել, 5 անգամ ավելի շատ գումար վաստակել։ Ինչ կլինի, կապրենք կտեսնենք, բայց մեծ պոտենցիալ ունի եւ ի վերջո եկեք Trump coin-ի մասին խոսենք, Trump USDT, տեսնենք ինչա սպասվում։ Տեսեք, Trump-ը շատ ուժեղ անկում է տեղի ունեցել, երբ որ Trump-ը հայտարարություններ այդ Չինաստանի վերաբերյալ, որից հետո բարձրանում է բավականին հզոր տեմպով։ Սա լավ է։ Սա մեզ հուշում է, որ Trump coin-ը մեռած չի, ճիշտ հակառակը մեզ հուշում է, որ նույնիսկ շատ մեծ էներգիա է կուտակել ու հավաքել։ Ինչ կարող ենք դիտարկել։ Trump-ը հիմա $8 է, իջել էր մինչև $1.5, հետո միջինացվել էր այստեղ $5.5, հիմա բարձրացել է $8։ $8-ից մինչև ուր կարա հասնի, իրականում այս տրենդը, որ ինքը ջարդել է, բավականին դրական է, եթե անկեղծ ասեմ, լավ տպավորված եմ, որ չէի սպասում այս կարգի կարար Թրամփը ինքը արձագանքեր, բայց այստեղ մեծ մենք ուրեմն demand զոնա ունենք, order block ունենք, որը որ մղել է դեպի վերև ու արդեն ինձ թվում է շարունակելու է։
դեպի վերև բարձրանալ, այստեղ նույնպես մաքրել է եւ այստեղից է բան արել։ Մի խոսքով Trump coin-ը կարծում եմ, որ կբարձրանա։ Այս ամենը իհարկե ֆինանսական խորհրդատվություն չի, զուտ իմ կարծիքն է, որ անալիզի հիման վրա տեխնիկական ինչ կարա տեղի ունենա ու ինչից կարող ես դու օգտվել, բայց նորից եմ կրկնում, սա ֆինանսական խորհրդատվություն ընդհանրապես չդիտարկեք, որովհետև սա զուտ ինֆորմատիվ նպատակներ ունի։ Եթե այս ամենը ձեզ հետաքրքրեց, հետևեք ինձ, որովհետև շատ այս տեսակի կոնտենտներ եմ ամենօրյա ռեժիմով գցում ու հուսով եմ ձեզ դուր եկավ։ Կհանդիպենք հաջորդին։ Մերսի։